Ես ձեռքս մեկնեցի և բռնվեցի աստիճանից։ Բարեբախտաբար, ես արագ արձագանքեցի, այլապես մահացու վայր կընկնեի։ Ես չէի համարձակվում շարունակել վերելքը, բայց ընկերուհիս անընդհատ դրդում էր ինձ ավելի բարձր բարձրանալ։ Ես ստիպեցի ինձ նայել միայն ուղիղ առաջ և չնայել ներքև ու շարունակեցի մագլցել 3000 մետր բարձրությամբ լքված ազդանշանային աշտարակը։ Բայց մենք չնկատեցինք, որ ժանգոտված մետաղական կմախքի վրա ճաքեր էին առաջացել, իսկ հեղուիսները թուլացել էին։ 2 ժամ մագլցելուց հետո մենք հասանք մի փոքր հարթակի, բայց դա մեր նպատակակետը չէր։ Աշտարակի գագաթը մեր վերջնական նպատակն էր։ Ոտքերս թուլացան վախից։ Ես շրջվեցի, բռնվեցի աստիճանից, հետո ուժգին թափահարեցի այն, տեսնելու համար, արդյոք ամեն ինչ կարգին է։ Ոչ մի անսովոր բան չնկատելով, շարունակեցի բարձրանալ։ Ես միայն կարողանում էի շունչ սպահել, անընդհատ ինքս ինձ հիշեցնելով հանգիստ մնալ, բայց ընկերուհիս որոշեց կատակել։ Նա ուժգին թափահարեց աստիճանը, որպեսզի վախեցնի ինձ։ Նա չնկատեց, որ մինչ ինքը թափահարում էր, մի հեղուիս պոկվեց ու ընկավ, երբ հասա գագաթին, ուժասպառ էի եղել։ Ընկերուհիս ձեռքը մեկնեց, որ ինձ վեր քաշի, բայց ոտքս սահեց։ Ես գրեթե վայր էի ընկնում։ Անմիջապես բռնվեցի աստիճանից և նրա օգնությամբ հասա գագաթին։ Մենք հիանում էինք վերևից բացվող տեսարանով, զգալով, կարծես կանգնած լինենք աշխարհի տանիքին։ Այնուհետև ընկերուհիս արձակեց իր անվտանգության պարանը, կախվեց եզրից և դրոն օգտագործեց այդ հուզիչ պահը ձայնագրելու համար։ Լուսանկարվելուց հետո մենք պատրաստվեցինք հետ իջնել։ Անվտանգությունն ապահովելու համար ընկերուհիս մի ձեռքով բռնվեց աշտարակի գագաթից, իսկ մյուսով բռնեց ինձ։ Երբ ես նորից կանգնեցի աստիճանի վրա, նա դանդաղ բաց թողեց ձեռքս։ Ընդամենը մի քանի քայլ իջնելուց հետո դժբախտ պատահար տեղի ունեցավ։ Բարեբախտաբար, ընկերուհիս ժամանակին բռնվեց աշտարակի գագաթից, թույլ չտալով, որ վայր ընկնեմ։ Նա արագ փաթաթեց պարանը գագաթի շուրջը և քաշեց ամբողջ ուժով։ Սակայն սահմանափակ տարածության պատճառով նա չէր կարողանում անհրաժեշտ ուժ գործադրել։ Բարեբախտաբար, նա հենվեց ոտքերով, խուսափելով աղետից։ Նա ինձ զգուշորեն վեր քաշեց։ Նրա օգնությամբ ես նորից հասա գագաթին, բայց մեր տակ գտնվող աստիճանն այլևս չկար։ Ներքև իջնելու ոչ մի ճանապարհ չկար։ Ես հանեցի հեռախոսս, որպեսզի օգնություն կանչեմ, բայց 3000 մետր բարձրության վրա ոչ մի կապ չկար։